Ֆրանսիական շանսոնի վերջին լեգենդը, Ազնավուրը յուրաքանչյուր հայի հարազատն է, 100% ֆրանսիացին ու 100% հայը։ Ֆրանսիական խոսքի վարպետի հոգեհանգստի օրն էլ աշխարհը խոսեց հայոց ցեղասպանության մասին։ Ֆրանսիայում համազգային հարգանքի տուրքի ժամանակ ֆրանսիական բոլոր հեռուստաընկերությունները ուղիղ եթերում նշում էին Ազնավուրը Հայաստանի ձայնն էր, հայկական սփյուռքի երգիչը, որը երբեք չմոռացավ իր արմատները ու ամբողջ կարիերայի ընթացքում փախստականների որդին պաշտպանեց հայ դատն ու այն լսելի դարձրեց թե մարդասիրական, թե դիվանագիտական տեսանկյունից։ Չեմ ուզում մեռնել Մոլիերի պես բեմի վրա, ուզում եմ մահանալ իմ տանը, անկողնուս մեջ։ Ֆրանս 24-ի եթերում Սերժ Ավետիքյանը պատմեց շանսոնյեի հետ իրենց վերջին զրույցները։ Ազնավուրն ասել է, մենք հայերս քիչ ենք աշխարհում, ու մենք պետք է շատանանք, բազմապատկվենք։ Ես օրինակ երաժշտություն եմ գրում, խոսքեր եմ գրում, գործիքավորում եմ, երգում եմ։ Դու Սերժ դերասան ես, սցենարիստ, ֆիլմեր ես նկարում, արտադրում ես, տեսնում ես մեզնից յուրաքանչյուրը 4 մարդ է, հետևաբար միմյանց օգնելով պիտի առաջ գնանք։ Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի, երկրորդ անգամ, երբ շատ հիմար էի, երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, որի մասին միշտ երազել էի, բաց գույնի աչքերով ու մետաքսյա մաշկով շիկահերի հետ։ Ֆրանսիայի հանրային հեռուստաընկերության հաղորդավարներն էլ հիշատակում էին Ազնավուրի 3 ամուսնության մասին մեկնաբանությունը։ Մի քանի ամիս առաջ Ֆիգարոյին տված հարցազրույցում կնոջը հավերժ սիրահարված Ազնավուրը խոստովանել է. «Ես ազատվեցի այն ամենից, ինչը ինձ ստիպում էր հպարտանալ ինքս ինձնով։ Երբ 20 տարեկան ես, դա նորմալ է, բայց հետո պետք է այդպես չլինի։ Ուլան իմ 52 տարվա ընկերն է, ես նրան պահպանել եմ։ Նա չի սիրում հանրության առաջ երևալ, ինձ համար շատ բան է արել, բայց նաև ինձ շատ է հակառակվել։ Ես էլ նրան խենթություններ եմ սովորեցրել»։ Ուլա Ազնավուրն այսօր ստիպված էր հանրության առաջ հայտնվել։ Սա էլ Շառլի թերևս ակամա խենթություններից մեկն էր։ Հեռանալ բոլորի համար անսպասելի մի օր։ Հասմիկ Առաքելյան, լուրեր։